Քեզ համար նորմալ է, որ գաս մտնես տունս ու ինձնից ինչ-որ բան պահանջես, հա լալա։ Երբ հարցը հասնում է երկուսիս, առհասարակ ոչ մի բան չի կարող նորմալ լինել։ Լավ, արի ուրեմն փոխադարձ համաձայնության գանք։ Ես կգրեմ նկարագիրը ոնց որ պետք է, քեզ իդեալական կնոջ կերպարով կնկարագրեմ։ Կգամ դատարան, կխոսեմ հոգոտ քեզ, եթե պետք լինի, բայց դրա փոխարեն դու հանգիստ ես թողնում իմ երեխեքին։ Իրեր հետ հավաքում ես ու ինչքան հնարավոր է հեռու ես գնում, մոռանում ես Հայաստան բերող ցանկացած ճանապարհ։ Ես կօգնեմ քեզ, հետ բերես երեխուդ, բայց դրա դիմաց դու պիտի հանգիստ թողնես ինձ, իմ երեխեքին ու իմ ընտանիքը։ Որոշի։ Արմոն անընդհատ ինձ հետևում է։ Հա? Հա, երդվում եմ վրամ։ Տան մեջ ստվերս է դարձել, ուր գնում եմ հայտնվում է։ Հեռախոսով խոսում կամ նամակ եմ գրում, գլխավերևումս է հայտնվում։ Այսօր մեր սենյակի մոտ էր, իջա խոհանոց այնտեղ եկավ։ Ինձ թվում է խելագարվել է, որովհետև պոչս է դարձել։ Ինչ։ Քո երեխեն իմ երեխեքի դիմաց ինձ թվում է արդար է։ Քո շուրթերից արդարության մասին լսելը համ զզվելի է, համ ծիծաղելի։ Դու մարդ չես սաքո։ Այս տարիները քեզ ավելի վատն են դարձրել, քան կայիր։ Կամ էլ միշտ ես այսքան դաժան եղել, ուղղակի ես եմ հիմար եղել ու չեմ նկատել։ Լավ, այդ հուզական պահը անցի։ Արի անցնենք բուն նպատակին։ Համաձայն ես։ Իմ երեխու ճակատագիրն է որոշվում, իսկ դու առևտուր ես անում։ Չես զզվում քեզնից։ Կամ հա, կամ չէ։ Գիտես ինչ, ես հենց սկզբից էլ պիտի հասկանայի, որ չպիտի գայի այստեղ ու հոգումս հույս չփայփայեի, որ կարողա քո մեջ մարդկության մի կաթիլ մնացած լինի։ Ինձնից խլել են երեխուս։ Ես հիմա դրա պայքարն եմ տանում։ Ու եթե դու չգրես այն ինչ ինձ ա պետք, ստացվում է, որ երկրորդ անգամ խլում ես ինձնից ամենաթանկն ու ամենակարևորը։ Իսկ Նարեից ու Վռամից ես հեռու չեմ մնալու, որովհետև այդ երեխեքին ես եմ պահել ու մեծացրել։ Ինչ որ հրաշքով այդ երեխեքը քեզ նման չեն։ Ու գիտեն ինչ է սերն ու իրական դրսևորումները դրա։ Ու ես ուրախ եմ, որ նման չեն։ Հիմա ուշադիր ինձ լսի Սաքո։ Ես քո խղճին եմ թողնում այն, ինչ պիտի անես։ Դու կործանել ես իմ ամբողջ կյանքը։ Ինձ էլ ես թաղել Աշոտի հետ, բայց ես կարողացել եմ ամենախորը փոսից էլ դուրս գալ ու ոտքի կանգնել։ Եթե անգամ հիմա փորձես ինձ էլի վնասել, ես մեկա ոտքի կկանգնեմ, բայց այս անգամ քեզ ծնկի կբերեմ։ Երդվում եմ։ Այս անգամ ես կորուստ չեմ ունենալու։ Կամ դու քո սեփական մաշկի վրա կզգաս, թե ես ով եմ դարձել։
Ալո։ Ալո, աբա, ուր ես։ Լալա, լացու ես։ Ես քո կարիքն ունեմ։ Լավ, հեսա։ Ով է։ Ով կա։ Անիկ։ Սակո։ Ինչ է եղել։ Մարդ կա տանը։ Տանը մարդ չկա։ Ասում եմ մարդ կա տանը, Անիկ։ Ով է։ Չգիտեմ, մենք նոր ներս մտանք։ Ինչ է եղել։ Ես հիմա կնայեմ ով կա։ Հեռախոսը զանգեց ու ստվերը տեսա, բայց որ կողմ նայում եմ ոչ ոք չկա։ 3 դեղից մենակ մեկն ես խմել։ Ժամն էլ արդեն անցել է, դրա համար էլ քեզ վատ ես զգում։ Էս դանակն ինչ աստեղ անում։ Ինչ էր ուզում անել, Սակո։ Երևի մրգի վրա դրած է եղել։ Սակո, ես շատ լավ գիտեմ որտեղ էր դանակը դրած։ Ինչ է հիմա անում ստեղ։ Աստված իմ Սակո։ Նարեն հղի է։ Վրամը առանց էդ էլ վատ վիճակում է։ Ինչ ես անում։ Անիկ, ինչեր ես խոսում։ Կարող է գիտես գիժեմ։ Սակո ջան, հանգստացի, ես նման բան չասեցի։ Արի։ Արի, այս տեղերը խմի։ Հեռուտար։ Ոչ ոք չկար։ Ես ասում եմ, ես լսել եմ զանգի ձայնը, ստվերն էլ տեսել եմ։ Լավ, հասկացա։ Ար, խնդրում եմ, խմի էլ այս տեղերը։ Ար, խմի քեզ ավելի լավ կզգաս։ Ուֆ, ինձ էլ հանգստացնում է պետք։ Ար։ Ասում է չէ պետք չի իրան երկար ժամանակով մենակ թողնել։ Մամ, իսկ եթե իսկապես տանը ինչ-որ մեկը կա ու մենք հիմա անիմաց չենք հավատում։ Ուր է այդ մեկը։ Հոդս ցնդեց։ Աստված ինձ ինչ է կատարում։ Ահ։ Այ։ Օй։ Ահ, գլուխս։ Ահ։
Աղ, Աստված։ Աղ։ Ճղայնացած ես։ Շատ է զգացվում։ Ինչ Արման մեր տուն է տեղափոխվել, անընդհատ ճղանացած եմ։ Գիտես, բայց տենց էլ չհասկացա այդ Արմոին ինչի բերեցիք տնփեսա։ Դե որ Նարեն մեր կողքը լինի։ Մի ասա, հա, այդ պատմությունից հետո Նարեն ընդհանրապես աչքիցս ընկել։ Ինչի։ Դե որովհետև այն Սիմպո աղբորը թողեց գնաց կպավ այդ Արմոին։ Մի հատ էլ երեխա է ունենալու է սա։ Հայկը գիտի Լիլ։ Չէ, չգիտի։ Միքոն ասեց իմաստ չունի, ասենք, անիմաստ այդ տղան տանջվելու է։ Բայց ասեմ քեզ իմանաս, նենց չի Հայկը պարապա մնացել։ Այսինքն Միքոն ասեց, որ Հայկի կյանքում աղջիկ կա։ Հա։ Հա, ինչ, մեկը մյուսին չի զիջում այնպեսավոր։ Ես չգիտեի։ Դե հիմա էլ հո իմացար։ Այնպեսավոր Նարեն իր կյանքն է դասավորել, Արմոյի հետ է։ Հեսա երեխա են ունենալու, բա ինչ պետք է ամբողջ օրը սուքաներ Նարեի համար Հայկը։ Պարզա որ ինքն էլ պետք է չէ իր կյանքը դասավորեր։ Ու գիտես ինչ կա, մտածում եմ որ Արմոն այն մարդը չի, ում որ մենք պատկերացրել ենք ու Նարեն էլ հեչել այն աղջիկը չի, ում որ մենք տեսել ենք ու մտածում ենք որ ինքը լավն է։ Լիլ Նարեն իրոք լավն է։ Ինչքան Արմոնը լավ է, այնքան էլ Նարենն է լավ։ Մեկը մյուսին շատ համապատասխանում են։ Լավ է եկար, քո աշխատանքային ժամը երբ է սկսվում Արմո։ Պապայի տված հանձնարարությունն էի անում, ինչ-որ խնդիր կա։ Ուր էիր։ Օֆիսի տարածքում, չեմ հասկանում ես ինչ հարցաքննությունը։ Քեզ հիմա մի հատ հարց եմ տալիս Արմո։ Ու եթե չպատասխանես, քո համար շատ վատ կլինի։ Ասա, լսում եմ։ Ինչ-որ խնդիր ունես Սոնայի հետ։ Ոչ մի խնդիր։ Ուզում ես ասես Սոնան հորինում է Արմո։ Ինչ ես ուզում ինձանից լսել։ Էն ինչ կա։ Սոնան ասում է, որ շողքի նման հետևում ես իրան այդ տան մեջ։ Ամեն քայլափոխը հսկում ես։ Ես չեմ ուզում հավատամ, որ խելքդ հացիդ հետ կերել ես։ Դու լավ գիտես, որ ինձ չես կարող խաբես Արմո։ Իսկ եթե հանկարծ փորձես էլ գլուխդ 2.5 կանեմ։ Իսկ հիմա հարցս նորից եմ կրկնում։ Այն ինչ որ Սոնան ասում է։ Ճիշտ է։ Չես լսում քո հետ եմ խոսում, Արմո, ճիշտ է։ Հա, ճիշտ է։ Ինչ ես խոսում, արա։ Ամփերի ամեն հարց խփելով չի որ լուծում են։ Հարց ես տվել բար եղի հարցիդ պատասխանը լսել։ Խոսա Արմո։ Մտածում ես կարաս նենց բան ասես, որ քեզ արդարացնի այդ տղա։ Վրամ ես չեմ պատրաստվում արդարացնել ինձ։ Ասում եմ այն ինչ որ կա։ Ու վստահ եմ որ դու իմ փոխարեն լինեիր նույնն էիր անում։ Ոչ մի բան չեմ հասկանում, Արմո, նորմալ բան ասա։ Ես քեզ ամենասկզբից էլ կասեի, բայց ինձ անհարմար է իսկում, որովհետև Սոնան կինդ էր, կարող է եւ սխալ հասկանայր ինձ։ Դու ուզգում ես, չէ՞ որ իմ համբերությունը իսկականից սպառվում է, Արմո։ Կամ հենց հիմա նորմալ պատասխան տուր, կամ էլ հենց ստեղ քեզ թաղում եմ, որովհետև ոնց որ դու ասեցիր, մեջտեղում կինս կա։
Մտքիցս դուրս չի գալիս ասածներդ։ Որ մեկը։ Դե այն, որ Հայկի կյանքում ինչ-որ մեկը կա։ Հա, բայց ինչի։ Դե ինձ թվում է Հայկը ոնց Նարեին է սիրել, երբեք ոչ մեկին էլ չի սիրի։ Ով ասել, որ բոլորին պետքա նույն ձև սիրեն։ Լիլ կլինի լրջանաս։ Բայց ով ասել, որ ես կատակ եմ անում։ Չգիտեմ, ինձ թվում է, որ Հայկը էլ երբեք ոչ մեկին չի սիրելու։ Լավ էլի Սոնա։ Ով ասել, որ կարա Նարեն իր կյանքը դասավորի, իսկ Հայկը չէ։ Ես չեմ հասկանում, դու Հայկի համար ուրախ չես։ Արդեն նյարդայնանում եմ, զանգի ասա վրամը գա հետևից թա։ Լիլ վրամը պետքա լալային գնա տեսնի, չեմ պատրաստում իրան զանգել։ Մի տարօրինակ կերպարել է դա։ Լիլ հերիք չի բոլորին անուն դնես։ Հա, բայց ինչ սխալ եմ ասում։ Նարին լրիվ իր հորքուրին ա քաշել, դե գեները հզոր են, չէ։ Չգիտեմ տարօրինակ է թե չէ, ամենայն դեպս այն, որ ես ամսո մեջ գոնե 1 կամ 2 անգամ պապային տենում եմ, այդ լալայի շնորհիվ է։ Չէ, դու լուրջ ես խոսում։ Ուրեմն չասես, որ այսքան ժամանակ չես նկատել։ Ինչ։ Այն, որ Լալան անտարբեր չի քո պապայի նկատմամբ։ Գիտես, տենց եկելա, որ բարեգործություն անի, հա, քեզ ու պապայիդ իրար միավորի, ոչ մի զբաղվածություն չունի, ոչ մի խնդիրներ չունի։ Ասում եմ, ես նկատել եմ, եթե դու չես նկատել։ Գժվել ես, նման բան ընդհանրապես չկա։ Լավ էլի։ Վրամ, ես չեմ ուզում ասածներս սխալ հասկանաս։ Մի կողմից էլ բառեր եմ անգալիս, որ ասածներս բամբասանք չդառնա։ Հասկանում եմ, որ Սոնային վերաբերող հարցերը դու պետք է լուծես։ Ոնց որ ես եմ Նարեին ու երեխուն վերաբերող հարցերը լուծում։ Բայց երբեմն Սոնային հետևելն էլ ուղիղ կապված է Նարեի հետ։ Նարեն ինչ կապ ունի Արմո։ Լսի, Սոնան մինչև քո կինը լինելը Հայկի քուրն է։ Քեզ գաղտնիք բացահայտած չեմ լինի, որ Սոնան ինձ ատում է։ Ու ավելի շատ է սկսել ատել Նարեի հղիության թեման իմանալուց հետո։ Էլ ավելի ատեց, երբ ես եկա ձեր տուն։ Մենք բոլորս փորձում ենք թաքցնել այս փաստը, որ երեխան ինձանից չի։ Բայց Սոնան գիտի։ Սոնան էլ Հայկի քուրն է։ Ես վախենում եմ, որ ամեն վարքյան կարա Հայկին ասի ու ես կորցնեմ Նարեին։ Ինչ որ բան ես նկատել Արմո։ Ես հարցի չեմ ուզում պատասխանել, որովհետև հիմա բոլորն ու ամեն ինչ իմ համար կասկածելի են։ Հա, կարող է պահի տակ չափն անցել եմ։ Դրա համար ասում եմ կներես, բայց դու էլ ինձ պետք է հասկանաս։ Ես այսքան ժամանակ Նարեի համար պայքարել եմ, ու հիմա հասել եմ Նարեին։ Չեմ ուզում Սոնայի կատարած մի սխալի համար կորցնել։ Արմո, այն ինչը վերաբերվում է Սոնային, դու կարաս լրիվ հանգիստ լինես։ Սոնան ոչ մեկի ոչ մի բան չի ասի, ես այդ թեմայով իր հետ արդեն խոսացել եմ։ Հիմա ուշադիր ինձ ես լսում։ Մյուս անգամ չտենամ Սոնային հետևես, Սոնային անհանգստացնես։ Հասկացար ինձ։ Չեմ ուզում այդ տան մեջ իմ կնոջ շնչին նստած լինես, Արմո։ Հասկանում եմ քո անհանգստությունը, Արմո։ Տեղին է լրիվ։ Բայց արարքներդ ընդհանրապես տեղին չեն։ Այս ամեն ինչը քեզ հանգիստ ասում եմ։ Բայց մյուս անգամ, եթե ես նկատեմ այս ամեն ինչը շարունակվել է, ես ու դու իրար հետ լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Հասկացար։
դու խոսեցի պապայի բժիշկի հետ։ Հա, խոսել եմ, բայց երկրում չի։ Մի երկու օրից հետո կգնանք հետազոտության։ Պապայի վիճակը գնալով ինձ ավելի անհանգստացնում։ Միրգ տանեմ։ Պապային։ Երևի հիմա քնած է, բայց կարող ես կողքին դնել։ Դե լավ, դու մեր համար սուրճ կդնես, չէ՞։ Իհարկե։ Պապաներ։ Ախ, Աստված, ես ինչա։ Պապ։ Սակո ինչ ա եղել։ Ինչ ես գետնին նստել։ Այս ձեները ալիք ես։ Ինչ ցեներ։ Գլխից ես դուրս չի գալիս։ Սակո վեր կաց արի։ Անիկ մի գորա խնդրում եմ, մի գորա, անիկ մի գորա։ Հանգստացի։ Նարի մի բան արա զանգի, որ օգնել։ Ինչ կլինի, սուս մնացեք, անիկ։ Ես գնամ Վրամի զանգեմ։ Վրամը հետը չի։ Չէ, Նարե, պապատ էլի վատ է։ Հա, ուզում եմ Վրամի զանգեմ։ Ես հիմա կզանգեմ։ Անիկ։ Սակո հանգստացի։ Դե հեռու գնա։ Հանգիստ ասում եմ։ Այ նստի խնդրում։ Օ, չեմ ուզում, թող։ Այ նստի ոտերը տանեմ։ Չի պատասխանում։ Չէ, չի պատասխանում, բայց ես իրանից չի։ Ինձ թվում է մի բան եղել է։ Ավելի լավ արի շտապօգնություն զանգենք։ Սպասի մի անգամ էլ զանգ։ Հեռու։ Սակո ջան, խնդրում եմ, վեկաց։ Այլի։ Վեկաց, խնդրում եմ, արի։ Սկսեց։ Արի նստի, որ տեղը տամ, հանգստանաս։ Վեկաց, ահա։ Արի, զգուշ։ Արի, նստի։ Այսինչ նստի։ Հեսա դեղ։
Ես դեղ այսա կխմես, ես գնամ ջուրը բերեմ։ Դեղը թող։ Դուրս գնա։ Ինձ մի ստիպի որ գորամ, դուրս գնա։ Սակո, ինչ ես անում, ես էլ չեմ դիմանում։ Էլ չեմ դիմանում, Սակո։ Սակո, խնդրում եմ։ Խնդրում եմ, քեզ շատ եմ խնդրում, Սակո։ Հանգստացի։ Ինձ մի կպի ինչ կլինի։ Ինձ մի կպեք, հեռու գնացեք։ Դուրս գնա, Անիկ, գնա։ Ոնց գնամ, ոնց քեզ թողնեմ ես վիճակում։ Ախ, Աստվածի, ես ինչ է կատարվում։ Դες Սոնա ջան։ Արի ներս գնամ։ Լավ, սպաս։ Ինչ ես անում, Սակո։ Նարի ոնց ես, հա։ Լավ է, պապայի մոտ գնա։ Դիացակը դուրս ես գալի։ Արմո, ահավոր վիճակում ահա։ Արի, ես դուրս եմ գնում, քարով։ Ստացնենք։ Արի նստենք։ Սակո ջան։ Անիկը զեղերը բեր։ Հա, ես։ Սոնա ջան, ինչ ես կանգնի, գնա ջուր բեր։ Դիացակո նստի։ Թող, ես դուրս եմ գնում, թող։ Նստի միասին դուրս կգնանք։ Դիացակո։ Ինչ։ Օրինակ է զանգել իմել չի պատասխանում։ Զանգեմ Նարեին։ Դե թող էլի, ես ինչ մարդ եք, թողեք։ Ամպերի միասին հեսա դուրս Հեռու գնացեք, ես ինչ։ Ալո, Վրամ։ Նարե։ Հա, Վրամ, ես եմ։ Նարե Սոնան ուր է զանգում եմ չի պատասխանում։ Վրամ, պապան լավ չի։ Մաման, Սոնան ու Արմեն փորձում են դեղ տան, որ հանգստանա։ Լավ Նարե, հենց հիմա գալիս եմ։ Ինչ եք ուզում, ես ձեր հեռու գնացեք, թողեք ձեր Սա լուծում չի։ Չես հասկանում։ Ամեն ինչ այդ պատասխանից է կախված, իմը ու երեխուս ճակատագիրն է որոշվում։ Դա կապ չունի, սա լուծում չի։ Ոչ մի բանն էլ լուծում չի։ Այդ լուծումը մենակ Սակոյի տված պատասխաններից է կախված։ Ես ուրիշ ոչ մեկը չունեմ, ումից կարող են հարցում անել, որ այդ եզրակացությունը կազմեն։ Լալա ջան, ես հասկանում եմ, որ դու շատ լարված եւ ծանր վիճակում ես։ Բայց արի այս հարցին շատ սթափնայինք։ Դու Սակոյից մարդկային քայլ մի սպասի։ Ես արդեն չգիտեմ ումից ինչ սպասեմ։ Ինքը պիտի գրի այն ինչ ինձ պետք է, հասկանում ես։ Ինքը ինձ մի ամբողջ կյանք է պարտք։
Ինքը ինձ իմ երիտասարդությունն է, պարտք իմ երջանկությունը։ Իր պատճառով ես ամեն ինչ կորցրել եմ ու հիմա ինքը պիտի անի այն ինչ ինձ է պետք։ Ես պիտի երեխուս հետ բերեմ։ Այդ դու ես դες մտածում։ Իսկ ինքը ոնց է մտածում։ Ինձ համար մեկ է թե ինքն ինչ է մտածում։ Թող փորձի ինչ-որ սխալ քայլ անել ու կտեսնի ես ինչի եմ ընդունակ։ Իսկ միգուցե լսես Սաքոյին եւ հերու քեզ պահես Ռամից ու Նարեից։ Գիտես, եթե իմանայի, որ Սաքոն իր խոսքի տեր մարդ է, կարող է ինչ-որ պահի համաձայնեի, բայց ես իրեն չեմ վստահում։ Ինքը ընդհանրապես ուզում է Ռամի ու Նարեի մոտ ինձ գցի, իսկ ես այդ հաճույքը իրեն չեմ պատճառի։ Ու հետո սա այն հարցը չի, որ ես պիտի իր հետ փոխհամաձայնության գամ։ Ինքը պիտի ամեն ինչ անի, որ իմ սրտով լինի։ Ինքը պիտի ամեն ինչ անի, որ իմ առաջ իր մեղքերը քավի։ Եվ երբ ես սպասում պատասխան։ Չգիտեմ, ամեն պահի կարող են զանգել, բայց խնդրում եմ ինձ հետ կմնաս մինչև այդ չարաբաստիկ զանգը։ Իհարկե կմնամ, բայց ինչ ես մտածում, որ վատ լուր է։ Կարող է զանգում են շատ լավ լուրով։ Չգիտեմ ինչ մտածեմ, բայց խնդրում եմ քեզ, որ չգնաս, լավ։ Ես այս վիճակում ամեն քայլ ընդունակեմ, որ դու այստեղ լինես, ես սխալ բաներ չեմ մտածի ու չեմ անի։ Ուղղակի խնդրում եմ ինձ հետ մնա, մինչև ինձ զանգեն, հա։ Նարեզ խմի։ Ոնց ես։ Մի անհանգստացի։ Երևի լարվելուց հեսա կանցնի։ Կարող է բժշկից զանգենք։ Չէ, պետք չի։ Ինչ ա եղել, պապան ուր է։ Արմոն ու մամատ պապայից սենյակ են տարել։ Դեղը միջև չխմեց, չհանդարտվեց։ Հիմա երևի քնել է։ Նարեն ցավեր ուներ։ Պապա թրել է ու մի քիչ լարվել է։ Սոնը լավ էլի։ Ասացի չէ, ամեն ինչ նորմալ է կանցնի։ Մամ։ Հազիվ ականել։ Ինքան վատ էր։ Լավ Արմոն եկավ ու օգնեց։ Թե չգիտեմ ինչ էր լինելու հորից հետ։ Ապրես Արմա։ Չամաչեցիր վրում, որ չօգնեի, բա ինչ պիտի անեի։ Մի տան անդամ եք, չէ։ Լավ եկեք դուրս գնք, թող քնի հանգստանա։ Դու գնացեք, ես կմնամ մոտ։ Գնամ, ես գնամ։ Մամ, պապան հրել է Նարեին։ Հա, բայց հատուկ չի արել։ Չէր հասկանում ինչ է անում։ Աչքին ոչինչ չէր գալիս։ Գիտես, այդ դեպքերին անկառավարելի է դառնում։ Ոնց որ լավ չէր Նարեն։ Արմայի հետ հիվանդանոց տարեք։ Հա, կգնանք իհարկե